Շարունակում ենք օրի շնորհությունները, ուրախ ենք ողջունել ստուդիայում մեր հյուրին, Սաթենիկ Մկրտչյանն է միացել մեզ, անշարժ գույքի շուկայի խնդիրների մասին ենք խոսելու, Սաթենիկը, որքան գիտեմ, Home Invest ընկերության հիմնադիրն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք, որ այստեղ եք եւ թեպետ անշարժ գույքի շուկան չափազանց փոփոխական, ինքնինով երևույթ է առասարակ, եւ բազմաթիվ գործոններից են կախված են գործընթացները եւ զարգացումները, որոնք արկա են, բայց կան ընդհանուր խնդիրներ, որոնց մասին կփորձենք այսօր մի քիչ խոսել եւ եւս մի կարեւոր թեմա կա, գիտեմ, որ ապրիլի 21-ից 27 Հայաստանում անշարժ գույքի բիզնեսի բոլոր գաղտնիքներն եք սովորեցնելու եւ բացահայտելու, հա, դասընթացներ են լինելու 7 օրյա ակադեմիան է կազմակերպել անշարժ գույքի, որի դուք եք, չէ, որքան գիտեմ, հիմնել դեռ 2 տարի առաջ եւ սրա մասին էլ եւս երևի կփորձենք մի քիչ ավելի մանրամասն խոսել մեր հաղորդման ընթացքում։ Սկսենք նրանից, ինչ է այսօր կատարվում անշարժ գույքի շուկայում, ընդհանուր անշարժ գույքը էժանանում է թե թանկանում է։ Բոլորին հետաքրքրող առաջին հարցը։ Առաջին հարցը միշտ բոլորին եւ Հիմա ինչ է, թանկանում է թե էժանանում է։ Չէ, չի թանկանում, բայց ասել, որ համատարած էժանանում է, չէ, որովհետեւ էժանանում է այն գույքը, նվազում ենք նկատում այն գույքի նկատմամբ, հատկապես երկրորդային շուկայում է դա նկատելի, երբ բնակարանների կամ գույքի սեփականատերերը ժամանակին ուռճացված արժեքով փորձել են վաճառել այդ գույքը եւ անցել է որոշ ժամանակ եւ իրենք եւ շուկան հասկացել է, որ անհնար է այդ գնով վաճառել, պարզապես դա իր արժեքը չէ։ Եվ ստիպված կամ պարզապես բնական եղանակով այդ գույքի արժեքները նվազում են ու դա շատ բնական է, բայց ասել, որ համատարած նվազում է գնում, դա մի փոքր ստույգ չի լինի, որովհետև ամեն դեպքում այն տնտեսության օրենքներով այն ինչը թանկանում է, շեշտակի չի էժանանում երբեք որևէ պրոդուկտ։ Այդ թվում եւ անշարժ գույքը մանավանդ, որ կան բազմաթիվ գործոններ, որոնք պարբերաբար ազդում են անշարժ գույքի արժեքների վրա, դա եւ չգիտեմ, շինանյութի ներմուծման արժեքների թանկանում է, որը եւս չի նվազում արժեքը եւ էլի բազմաթիվ գործոններ կան, հարկերի բարձրացումը, երկրի պահանջարկ կա մշտապես։ Անշարժ գույքը այն ոլորտն է անշարժ գույքը, երբ երբեք պահանջարկը չի դադարում, այլ է հարցը, թե շուկան ինչ ուղղությամբ է հագենում։ Եվ այստեղ մի քանի գործոններ պետք է դիտարկեմ եւ մեծ ծավալի կառուցապատումն է բնականաբար պահանջարկ ստեղծում եւ անընդհատ այդ մրցակցային process-ների մեջ է շուկան, ով ավելի լավ առաջարկ կտա, ով ավելի լավ տեղում կկառուցի, ով ավելի հետաքրքիր ինչ որ նախագիծ կներկայացնի։ Եվ այստեղ մենք անընդհատ պետք է խոսենք անշարժ գույքով զբաղվող ընկերությունների քանակի ավելացման մասին, որովհետև ոլորտը շահավետ է թվում եւ շատերն են մուտք գործում այս ոլորտ եւ բնականաբար ավելի շատ է աժիոտաժը, հետո ավելի շատ ենք այսօր մենք անշարժ գույքի մասին խոսում։ Ընկերությունները ավելի շատ են մարքեթինգային, ավելի գրագետ արշավներ իրականացնում եւ այնպիսի տպավորություն է, որ անշարժ գույքի շուկան ռեալ հագեցած է, պահանջարկը շատ մեծ է։ Բայց եթե նայենք գլոբալ առումով եւ երկրորդային շուկայում եւս նույն քանակի բնակարանների վաճառք տարիների ընթացքում եղել է, պարզապես տեղեկացվածության ավելի մակարդակի բարձրացումը եւս իր դերը խաղում է այստեղ, բայց ինչ խոսք պահանջարկը ավելի շատ է։ Եվ հատկապես, եթե ուշադիր լինենք, վերջին 1-2 տարվա ընթացքում ավարտվեց այն կառուցապատումը, որը սկսվել էր տարիներ առաջ, եւ շատերը պարզապես ներդրումներ էին արել այդ ոլորտում, զրոյական վիճակից, ասենք հիմքը փորելու ժամանակ, նպատակային ներդրումներ էին արել, հետագայում ավելի թանկ վաճառելու միտումով։ Եվ այսօր եկել է այդ ժամանակը, երբ այդ ժամանակին արված ներդրումները վաճառելու ժամանակն է։ Եվ բոլոր դեպքերում ակնկալվող շահույթը չի լինում, չի ձևավորվում, չէ՞։ Ձևավորվում է ամեն դեպքում, այո, եթե անգամ հաշվենք ինֆլյացիան, եթե անգամ հաշվենք տարբեր տարիների արժեքների փոփոխությունները, շինանյութի թանկացումը եւ այլն, միևնույն է այն գույքը, որը ձեռք է բերվել, օրինակ մոտավորապես
պարզապես ասում եմ $700 համարժեք դրամով մեկ քառակուսի մետրը, այսօր կրկնակի եւ ավել հնարավոր է վաճառել։ Սատենիկ Երևանում չկա այդպիսի կետ, որտեղից նայես հորիզոնին չտեսնես այդ վերաբարձների կռունկների այդ անտառը կամ բազմությունը կառուցում ում համար են այդքան կառուցում, այդ հարցը բոլորին եւս հետաքրքիր է, այսինքն թվում է թե լավ, մենք մեր բնակչությունը այդքան մեծ չէ։ Թիվը նվազում է մեր բնակչության, եթե նայենք ցուցանիշներին։ Օրինակ ներողություն, թեկուզ Ամերիկա բնակ կամ այլ երկրներում ապրող մեր հայրենակիցները որևիցե խոչընդոտներ չունեն, անշարժ գույք բերելու առումով Հայաստանում, այսինքն չէ, խնդիր չկա, կապ չունի որտեղից է, գումար ուղարկի բանկային հաշվին, այո, շատ հեշտությամբ ընդ որում բավական հաճախ են ձեռք բերում գույք, ընդ որում ձեռք են բերում, օրինակ հատկապես Միացյալ Նահանգներից երբեմն ձեռք են բերում եւ հետագա վարձակալության չեն էլ հանձնում, այդպիսի ցուցանիշի են հանդիպել, ուղղակի այո, Հայաստանի տուն ունենան, ամեն դեպքում այդ հայկական բնույթը տուն ունենալու եւ երկրում տուն ունենալու գաղափարը լավ է որ մնացել է, բայց ավելի շատ նաև հոգեբանական է, այո, որտեղ շատ հաճախ այնտեղ իրենք տարբեր երկրներում հայերը սեփականություն չունեն, ոչ բոլորն ունեն սեփականություն եւ եթե հնարավորություն կա այստեղ գնելու, թեև այսօր աշխարհի շուկան այնքան ավելի հասանելի է դարձել նույն թեկուզ անշարժ գույքի առումով, որ հայերը եւս դրսում ձեռք են բերում։ Իսկ օտարազգի ներկայացուցիչները, քաղաքացիները նույնպես հեշտությամբ ձեռք են բերում։ Այո, հեշտությամբ ձեռք են բերում, ուղղակի այդ ցուցանիշը շատ փոքր է եւ բավականաբար կամ շատ կառուցապատողների համար դժբախտաբար, բայց զուտ հասարակության տեսանկյունից գուցե լավ է որ հայերն ավելի շատ են մեր երկրում։ Իսկ տարվա եղանակը սեզոնը որևէ կապ ունի շուկայի աշխուժության տեսանկյունից կամ սովորաբար գարնանն են ավելի շատ տուն առնում մեկ եւ որպեսզի հասցնեն վերանորոգեն դեպի աշուն եւ նոր տարի եւ աշնանն են ավելի շատ։ Հիմնական ցուցանիշները աշնանն են գրանցվում։ Անցյալ տարի հատկապես աշնանն էին, որովհետև այդ եկամտահարկի վերադարձի օրենքի դադարի հետ կապված մի փոքր ցայտնոտ եղավ եւ մարդիկ ռեալ չէին պատկերացնում ինչ է այդ օրենքը իրենից ներկայացնում, ինչպես է դադարելու process-ները ում է վերաբերելու եւ նույնիսկ մարքեթինգային արշավներում էին ասում հասցրեք ձեռք բերել մնաց այսքան օր եւ ավելի շատ ծանրաբեռնված է շուկան այդ առումով։ Իսկ մարքեթինգը ռեալ այդ արշավները ազդեցություն թողնում են։ Այո, թողնում են։ Եվ դուք հենց ձեր դասընթացների ընթացքում նաև դրան եք ուշադրություն դարձնում։ Գրագետ մարքեթինգին ուշադրություն ենք դարձնում, բայց ավելի շատ ուշադրություն ենք դարձնում նրան, որ մարդը պատրաստ մտնի շուկա, նախ եւ առաջ էկոնոմիկայի առումով հասկանա ինչ է իրենից ներկայացնում անշարժ գույքի շուկան գլոբալ։ Որովհետև մարդիկ մտնում են, թվում է թե ինչ-որ մեկին տեսել են մի քիչ ավելի բարձր ֆինանսական հնարավորություններով, թվում է թե բոլորին դա հասանելի է, այնից դա շատ լուրջ աշխատանք է հասկանալ եւ գրագետ մտնել շուկա, ճիշտ վաճառքներ իրականացնել։ Սովորեցնում ենք եւ շուկան ճանաչել եւ ընդհանուր process-ները, միջազգային փորձը, որը շատ կարեւոր է եւ մենք Հայաստանում կարծեք թե ինքնաբուխ ձևավորված դպրոց ունենք անշարժ գույքի եւ շատ լավ ընկերություններ ունենք, բայց հենց թե ինչպես այդ մշակույթը պետք ճիշտ վերածել բիզնեսի, դա կարծեք մի քիչ չէ։ Եվ իհարկե սովորեցնում ենք ճիշտ վաճառքներ իրականացնել դասական իմաստով։ Այսինքն ակադեմիան, որ հիմնել եք, պատրաստում է անշարժ գույքի արկու վաճառքով զբաղվող մասնագետներ, թե նաև այլ էքսպերտներ, որոնք կարող են եւ վաճառքով զբաղվել։ Գնահատել ոչ, որովհետեւ գնահատումը դա մի քիչ այլ թեմա է եւ դա պետական մարմիններն են այդ կադրերին պատրաստում, հատուկ լիցենզավորում է անցնում գնահատողը, որի իրավունքը մենք չունենք եւ ամեն մարդ ոչ բոլոր գործակալներն են, որ գնահատման հետ կապ ունեն։ Սատենիկ ներողություն, իսկ շատ են տարբերվում, թվերը գնահատված արժեքի եւ իրական վաճառված։ Երբեմն այո, երբեմն մինչեւ 30-40% կարող են տարբերություններ նկատվել։ Գնահատողն ունի իր մեխանիզմը, իր մեթոդաբանությունը, որով ռեալ գնահատում է այդ շենքի կամ կառույցի իր հենց դա այդ գնահատման արժեքն է։
Իսկ շուկայական արժեքը մի քիչ կարող է շատ տարբեր լինել, ընդ որում շուկայական արժեքը շատ հաճախ ոչ թե կապված է օպտիմալ օբյեկտիվ պատճառներից, այլ նաև վաճառողի հմտությունից, ճակերտավոր կամ այն մարդու, որ որոշել է այդ գույքը գնել։ Մի քիչ սուբյեկտիվ պահ կա այստեղ։ Հասկացա։ Բոլոր դեպքերում ուզում կրկին անդրադառնալ դասընթացներին, բացում են բոլոր գաղտնիքները, միգուցե կես կատակ, կես լուրջ է հնչում հարցը, չէ՞ որ փաստորեն դուք ձեզ մրցակիցներ եք ստեղծում, մենք երեք էինք այդ թեմայով խոսում շատ երկար։ Բոլոր գաղտնիքներին տիրապետելու արվեստին ծանոթացնում եք ձեր ապագա գոլեգաներին, թե այնուամենայնիվ ինչ որ մի բան պահում եք, որովհետև կարծես հեղինակային իրավունքի նման միայն ձերն է եւ ինչպես նշեցիք, ոչ բոլորն են հաջողակ, այսինքն կան մարդիկ, ովքեր մնում են այդ բարձունքում եւ ոչ բոլորին է հասու այդ հաջողությունը։ Գիտեք, այդ օրերի եւ 2 ամսվա ընթացքում երբեք հնարավոր չէ փոխանցել բոլոր գաղտնիքները, բայց փոխանցել էթիկական նորմերը, որով ճիշտ է աշխատել, փոխանցել այն հիմնական տրամաբանությունը, որով կարելի է ունենալ լավ գործընկերներ, դա որևէ սահման չեմ դնում դրանից այն կողմ անցնել կամ չանցնել, որովհետև ստեղծում եմ ինձ գործընկերներ իրականում։ Ես երբ բացեցինք այս դպրոցը, հենց միտքը դա էր, ոչ թե ցենց անպագորգոր ոլորտը լավագույնը սարքել, ինչ որ չգիտեմ, ես ցենց նպատակ ունեմ Հայաստանի անշարժ գույքը դարձնել լավագույնը, չէ, ես ստեղծում եմ ինձ գործընկերներ, որոնց հետ հեշտ կլինի համագործակցել եւ կապ չունենք, որ կազմակերպությունում են աշխատում, որովհետև ընկերությունների միջև համագործակցություններն էլ բավական հաջողակ ստացվում են եւ ես ունեմ գործընկեր ընկերություններ, որոնք մրցակից, իհարկե մրցակից ենք բոլորս իրար, բայց երբ այդ ամեն ինչը առողջ է, երբ մոտեցումները նույնն են, երբ էթիկայի նույն սահմաններում ենք մենք գործում, այդ մրցակցությունը վերածվում է գործընկերության եւ ոչ թշնամանքի։ Եվ չեմ փորձում դիտարկել, որ իրենք ինձ մրցակից են։ Իհարկե, ինչ որ հմտություններ կան, որոնք տարիների փորձով են ձևավորվում, որոնք որին հասնելու համար ոչ միայն անշարժ գույքի ոլորտի փորձն է պետք, այլ ասենք օրինակ նույն գյուղատնտեսության կամ չգիտեմ առողջապահության ոլորտի, որոնց հետ ես առնչվել եմ, եւ 1 օրում, 1 ամսում, 1 դասընթացում այդ հմտությունը ստանալ հնարավոր չէ, բայց այն գլոբալ իրավիճակը, թե ինչպես է ճիշտ աշխատել, ինչպես են ճիշտ աշխատում լուրջ դպրոցներ ունեցող երկրներում, ինչպես են Լոնդոնում աշխատում, ինչպես է Դուբայում աշխատում, Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, այդ փորձը շատ կարեւոր է մեզանից յուրաքանչյուրի համար։ Ապաստորեն դուք եք ինչ որ դասընթացներ անցել Լոնդոնի, Դուբայի։ Ես շատ գլոբալ ուսումնասիրել եմ այդ փորձը ու քանի որ որոշ երկրների հետ աշխատում ենք, հետևաբար այդ փորձը նաև ոչ ուղղակիորեն գալիս է մեզ մոտ։ Այո, ես էլ եմ անցել դասընթացներ, ես էլ եմ շատ լուրջ ուսումնասիրել եւ գրականությունով եւ առանձին տրեյնինգներով եւ դասընթացներով ու դա բնական է։ Ես էլ անընդհատ թողնում եք, որ ինչ որ հմտություններ մարդը իր կյանքի ընթացքում ինքը ձեռք բերի։ Դե բնականաբար այո։ Բայց դա կարդալով, այո, ես տալիս եմ գրականության ցանկ, ես տալիս եմ այն հեղինակներին, ովքեր լավ ուսումնասիրել են եւ տնտեսագետների ամբողջ գրականության ցանկը, որտեղից կարելի է ստանալ այդ ինֆորմացիան, բայց ոչ բոլորն են պատրաստ են նստել ու սովորել, դա մի քիչ այլ բնույթի է եւ ամենակարևորը իմ ակցենտը էթիկայի եւ իմ ակցենտը շուկան լավ իմանալու, process-ները լավ իմանալու վերաբերյալ են։ Այսօր ցանկացած մարդ կարող է վերապրոֆիլավորվել ռիելտորի կամ բրոկերի։ Կարծում եմ այո։ Կարծում եմ դա մասնագիտություն է, եթե մի փոքր բիզնես մտածելակերպ ունի մարդը։ Դա պարտադիր պայման է։ Կարծում եմ այո։ Իմ փորձով եկել եմ դրան, որ այո, այստեղ հաղորդակցվելու կուլտուրա էլ պիտի ունենա հաջողորդ։ Այո, հաղորդակցվելու կուլտուրա, վաճառքի հմտություններ, ուղղակի այդ վաճառքի հմտություններ ասվածը մեզ մոտ մի քիչ այլ է ընկալվում, որ ամեն գնով վաճառել, չէ, ամեն գնով վաճառել երբեք չի կարելի որևէ բան, հատկապես բարձր արժեքով գույք։ Սատելիկ, ասացեք խնդրեմ, իսկ միջնորդավճարը որպես կանոն ինչ տոկոսի է հասնում, հա, այսինքն լինում է, չէ, հայտարարություն են կարգում առանց միջնորդի, չէ, միշտ եւ այլն, մարդիկ նախընտրում են այդ վճարն էլ չտալ մասնագետին
եւ ինքնուրույն ամեն մի հետաքրված մարդու համար գնում են, բացում են դուռը, ցուցադրում են։ Այսինքն դա ինչ-որ աշխատանք է, ինչ խոսք կա եւ ժամանակ է պետք դրան տրամադրել։ Դրա փոխարեն ավելի լավ ինչ-որ գումար։ Այդպես ավելի ցիվիլ է ուղղակի։ Վստահ եւ արագ է եւ ցիվիլ է եւ դա է տարբերակը։ Օրինակ կան երկրներ, որտեղ մարդը ինքն իր բնակարանը չի կարող վաճառել ինքնուրույն, անպայման պետք է դիմի համապատասխան ընկերության։ Այլ հարց է, որ երաշխիք, որ խապված չլինի, չէ՞։ Այո, այլ հարց է, որ այդ ընկերությունները լիցենզավորված են պետության կողմից եւ բնականաբար իրենք ամբողջական շղթա է այստեղ գործում։ Մեր պարագայում դա բնականաբար չկա եւ մարդիկ ուղակի ինչ խոսք, մարդիկ չեն ուզում վճարել։ Ու դա բնական է։ Նայեք, շատ հետաքրքիր է այդ փաստը, որովհետեւ միշտ գործակալները եւս իրար մեջ ունենում են այդ հարցը։ Քանի որ չկա որևէ կարգավորում, ով հատկապես անհատ գործակալները ինչպես պատկերացնում են եւ իրենց երբեմն իրենց ինչ գումար այդ պահին անհրաժեշտ է, ասում են ես գիտեմ որ 100-150 հազար դրամով նույնիսկ բնակարաններ են վաճառում մարդիկ բավական լուրջ գույք, իսկ այն մարդուն ով վաճառք է անում թեկուզ մեծ գումար է ստանալու թվացial չի ուզում մարդը ավելորդ վճարի, ասում է հեն չգիտեմ ինչին կտամ կվաճառի եւ իհարկե շրջանցել այդ մինչեւ 2.5 երբեմն 3%-ը իհարկե շատերի համար ավելի նախընտրելի է։ Սատենիկ ինչ պատկեր է վաճառքների հետ կապված մայրաքաղաքից դուրս։ Հետաքրքրությունը ավելի մեծանում է։ Չէ, օրինակ շրջաններում, փոքր քաղաքներում, ավաններում, գյուղերում վաճառքներ լինում են եւ իհարկե լինում են, բացի հողատարածքներից։ Չէ, ավելի լինում են բնակարանների վաճառքներ եւս, ուղղակի ասել, որ Երևանի աժոտաժն է բնականաբար ոչ, բայց իհարկե մարդ հիմնականում ոչ ներդրումային, եթե Երևանում խոսում ենք ներդրումային գույքի մասին, ապա այնտեղ հենց կենցաղային անհրաժեշտությունից դրդված գնումների մասին կարող ենք խոսել եւ շատ փոքր տոկոսով, երբ Երևանից ուղղակի ասենք հեռավոր մարզերում տուն են առնում եւ ուզում են քաղաքից կտրվել, օրինակ նույն Իջևանի, Դիլիջանի հատվածներում կա այդ տարբերակը կամ Երևանի կողքի շրջաններում օրինակ աշտարակ եւ այլն դա որպես ամառանոց դիտարկելու պարագայում, բայց իհարկե հենց նույն մարզ ամբողջ երկրում բնակարանների առք ու վաճառք տեղի ունենում է։ Ես ճիշտ ասած գների ծանոթ չեմ, բայց ասում եմ որ նույն Դիլիջանում, Ծաղկաձորում, մի խոսքով այդ հանգստավայրերում, Աղվերան եւ այլն Աղվերանում ավելի քիչ Գրեթե նույն գնի է, քառակուսի մետրը, ինչ մայրաքաղաքում։ Եվ նույնը նաև նորակառույցների առումով, օրինակ եթե Ծաղկաձորում ենք դիտարկում, նույնիսկ Երևանի համարյա կենտրոնին մոտ արժեքով բնակարաններ են վաճառվում։ Որը պետք է մշտապես ջերուցում ապավելու, որովհետև ցուրտ է լինում։ Գիտեք, նորակառույց շենքերը երբ որ կան, նորակառույց շենքերում դա մի քիչ ավելի համակարգված է, կենտրոնացված է, օրինակ Ծաղկաձորում կան այդպիսի մի քանի պրոյեկտներ, որոնք արդարացված են զուտ որպես ներդրում, այլ հարց է, որ Ծաղկաձորը այդքան հետաքրքրությունների առաջի տեղում չէ այս տարի կամ ամբողջ սեզոնին զուտ շինարարության այնտեղ վերանորոգումների հետ կապված մի քիչ տուրիստական հոսքերը այնտեղ նվազեցին։ Դիլիջանը բավական հետաքրքիր է, շատ լավ նախագծեր կան, օրինակ Գառնիում կառուցվող թաղամաս կա Գողթում, որտեղ հենց բնակելի թաղամաս է կառուցվում։ Մնում է ճանապարհը կարգավորվի։ Այո, ինչ որ մի բայ, բայց շատերի համար ովքեր որ այնտեղ ձեռք են բերում, դա էլ խնդիր չի, որովհետև ամեն դեպքում դա Հայաստանի Մենք շատ թեթև միջև մեր եթերի զրույցին անցնելը խոսեցինք խնդրի մասին, որ արկա է կառուցապատողների սննք ճանաչվելու հետ կապված եւ դրանից բխող խնդիրները, գնորդները զայրացած են, ոչ ոք խնդրի լուծում չի տալիս կամ որևիցե պատկերացում չկա ինչպես լուծվելու խնդիրը, մարդիկ ձեռք են բերել վարկով եւ այլն բնակարան կամ տարածք, եւ վճարում են, փակում են այդ վարկերը, բայց վստահ չեմ, որ վաղը սեփականության
տեր են դառնալու, այսինքն վկայականը կփոխանցի, մի խոսքով ինչ գիտեք դրա մասին եւ ինչ հնարավոր զարգացումներ կարող է ունենալ այս խնդիրը Սաթենիկ եթե անկեղծ ես այդ process-ի մեջ չունեմ առնչություն ոչ մի կողմից, բայց բարեխիղճ չէ, կառուցապատողները շատ են, երևի թե մատնելի վրա հաշված չէ, բոլորին են չէ, ես հատկապես վերջին տարիներին կարծեք թե այդ անբարեխիղճությունը մի փոքր այն համատարած պատկերը, որ մարդիկ վախենում էին կառուցապատողից գնել, որովհետև հիմա կսնեն կանան, հիմա մենք քաղաքում ունենք, մի քանի հոգու կվաճառվի մի բնակարանը, այդ մասով կարծեք թե մենք այդ խնդիրը չենք ունենում։ Իհարկե լինում են հատուկ դեպքեր եւ ես բավական լուրջ կառուցապատողի լուրջ վաճառքի գործակալության միջոցով արված գործարքների մասին գիտեմ եւ շատ խորքային գիտեմ, սխալներ իհարկե լինում են, որոնք կամ ստանում են պատասխան կամ չէ։ Այս մասով գիտեք ինչն է հետաքրքիր, նույն այդ հասցեում մարդիկ սեփականության իրավունքները չունեն, բայց այնտեղ այդ նույն մարդիկ նաև բնակվում են։ Այսինքն տները կան որոշ պարագայում, իհարկե ոչ բոլորը, բայց կան մարդիկ, ովքեր ապրում են այդ շենքերում։ Զուտ փաստաթղթային մասն է այստեղ կարևոր, բայց քանի որ պայմանագրերը կան եւ քանի որ կարելի է իրավական լուծում տալ այդ ամեն ինչին, կարծում եմ լավ չեն կորցնի մարդիկ բնակարանները, որովհետեւ process-ներ են, որոնք անցել են փաստացի եւ փաստացի բնակվում են այնտեղ։ Սաթենիկ վերջի 2-3 տարվա կտրվածքով, եթե դինամիկային հետևենք, անշարժ գույքի վարձակալության գները անկում են, ապրում թե հակառակը թանկանում են, որովհետև շատ թանկ է վարձել եւ ինչի է դա կապված եւ կա ինչ որ պատկերացում թե ուր է գնալու այս։ Գիտեք, մոտ 10 օրվա առաջ, երբ որ համեմատում ենք արժեքները, մենք բարբերաբար բնականաբար ուսումնասիրություններ ենք անում ու զուտ նայում ենք սխեմատիկ, որոշ գույքեր կային, այլ բնակարանների մասով կարող եմ ասել, որ արժեքները նվազում էին։ Ու շատ բնական, սենց համատարած նվազում էր գնում։ Բայց դե բնականաբար այդ ռուսական գործողությունների հետևանքով մարդիկ ուռճացրեցին արժեքները ու այդպես մնաց։ Դա այդ հիմնական ալիքն էր, որի արդյունքում բարձրացան արժեքները։ Բայց նաև բավական խելամիտ տարբերակներ եւս կան։ Ուղղակի գիտեք ինչն է հարցը, երբ մենք մի քանի պրոյեկտի կամ մի քանի շենքի առումով ենք դիտարկում, մենք միգուցե չենք ունենում ամբողջական պատկեր, եւ քանի որ մենք գլոբալ առումով վիճակագրությունը այդ առումով չունենք, հստակ եւ պաշտոնական նույն վաճառքների առումով ունենք, բայց վարձակալության առումով տեսեք թվերը այդքան էլ չեն համապատասխանում։ Կարգավորված չէ շուկան, չէ՞, ով ինչպես այո, եւ ամեն դեպքում որոշակի նվազում լինում է, բայց որ ասեմ, որ շեշտակի կլինի դա, մի քիչ սխալ կլինի։ Ուղղակի այն պարագայում, երբ որ հայտնի կայքից դուրս են գալիս մարդիկ եւ դիտարկում են ավելի լայն շուկան, պատկերը հստակ փոխվում է։ Հնարավոր է գտնել լավ առաջարկներ։ Ուղղակի դա մի քիչ ավելի մասնագետին դիմելու հարց է։ Ավելի շատ լայն պատկեր է հնարավոր ստանալ։ Ես մի հարց ունեմ, խնդրեմ Սուսաննա։ Պարբերաբար հանդիպում ենք ինֆորմացիայի, որ Հայաստանը եւ մասնավորապես Երևանը բավականին թանկ երկիր է։ Այս առումով հենց անշարժ գույքի շուկան կա ինչ-որ վիճակագրություն որ տեղում է աշխարհի կտրվածքով չեմ կարող ասել, բայց այն որ համարժեք է շատ թանկ քաղաքների հետ կյանքը Հայաստանի, միանշանակ կարելի է դա ուղղակի անզեն աչքով ասել զուտ մարդկային այցերի շրջանակում։ Հայաստանում անշարժ գույքի արժեքների կարելի է համադրել, օրինակ մենք համագործակցում ենք Իսպանիայի որոշ քաղաքների հետ, կարելի է համադրել այնտեղի հետ, հստակ նույն պատկերը կարող ենք ստանալ, նույնիսկ որոշ դեպքերում ծովի ափին բնակարան ձեռք բերելը Հայաստանի արժեքից ավելի ցածր կարող է լինել։ Մենք բազմաթիվ այդպիսի օրինակներ ունենք, հենց երեկ էլ մի ամբողջ փաթեթ ենք ստացել։ Բայց այստեղ ստորջերակ շատ քարեր կան, այնտեղ ծախսերն են շատ, զուտ պահելու, սպասարկելու այդ անշարժ գույքը, գույքը հարկն է ավելի բարձր։ Դե կարծես մենք ենք այդ հարցում գալիս մոտենում, տարվա ընթացքում եթե չես ապրում, ստիպված ես լինում վճարել անվտանգության համար, սպասարկման եւ այլն։ Կան գույք ձեռք բերողներ, որ որևէ բան չեն վճարում,
ուղղակի զույգ իրենց գույքահարկն են ըստ իր լոկացիայից վճարում եւ ըստ նշանակությունից եւ օրինակ եթե խոսենք Իսպանիայի մասին, այնտեղ բնակարանները, որոնք վարձակալության են հանձնվում, անպայման պետք է ստանան թույլտվություն պետության կողմից անցնեն համապատասխան լիցենզավորում։ Կան քաղաքներ, որտեղ երկրորդ հարկից բարձր դները չեն տալիս վարձակալության, որպեսզի շենքի անդորը չխանգարվի։ Շատ կարգավորված բաներ կան այնտեղ եւ ասել միանշանակ բնակիչների թույլտվությունն է պետք, որ այդ անձին հաստատեն, որ նրան կարողանան բնակարան վաճառել կամ հանձնել վարձել։ Հայաստանում նման օրենքներ բացարձակ չէ։ Հայաստանում այդ ամեն ինչը որոշվում է շենքի մարդկանց ներքին, պայմանավորվածությունների հիման վրա։ Պայմանավորվածությունների, հեղինակությունների, ցանկությունների եւ կոնֆլիկտների վրա։ Սա կան երկրներ, ասում են, որ եթե ձեռք բերես որոշակի գումարի, ասենք, անշարժ գույք, անմիջապես հերթի մեջ է հայտնվում քաղաքացիություն ստանալու, չէ՞, աշխատանքի իրավունք է ստանում, այսինքն ձեռք են բերում պայմանական, կես միլիոն դոլարի օրինակ անշարժ գույք է ձեռք բերում եւ ավտոմատ հերթդ առաջ են գնում կամ նույնիսկ կարող են քեզ համապատասխան փաստաթղթեր փոխանցել որպես ներդնող երկրի տնտեսություն շատ են այդ երկրների եւ մի քանիսը կթվարկեք հետաքրքիր կլինի։ Դեք օրինակ բանում Իսպանիայում այս վերջերս հանեցին այդ օրենքը, որովհետեւ դա շատ ուժեղ միգրացիոն հոսքեր էր ապահովում, նախ դարձրեցին փող լվանալու մեծ լվացքի մեքենա։ Իսկ իրենք լավ ուրիշ մեխանիզմներ ունեն։ Բոլոր երկրներն էլ ունեն այդ մեխանիզմները, բայց նախ բարձրացեցին շեմը, նախկինում մինչև 200,000 եվրոյի գույք ձեռք բերելու պարագայում հնարավոր էր ստանալ 10 տարով ոսկե վիզա եւ նաեւ աշխատելու իրավունք։ Հետո դարձրեցին 500,000-ից ավել եւ որոշ թաղամասեր, որոշ քաղաքներ Հիմա մարտից հանեցին այդ օրենքը եւ մեր հայ բնակչությունը բավական ցայտնոտի մեջ ընկավ այդ առումով։ Դե էլի տեղեր կան։ Հա, չէ, իհարկե կան տեղեր, կան։ Հարավային Ամերիկայում հոյակապ երկրներ կան, շատ ավելի համեստ գումարով կարող ես այո, կան։ Հաստատվել։ Օրինակ Կոստա Ռիկա։ Ես հոյակապ երկիր եմ իմիջալոց ապրելու համար, համեմատած բոլոր ցուցանիշներով։ Կարելի է շուկան մուտք գործել իրենց շուկային։ Ես մի հարց ունեմ եւ զուտ ֆանտազիաներից ելնելով պատկերացրեք այս տեմպերով շարունակեն կառուցապատել, հագենա շուկան, շատանան այդ կիսատ վաճառված, թաղամասերի, այսինքն ոչ ամբողջությամբ, դա անխուսափելի չէ, ըստ օրենքի բերելու է գների անկման։ Որքանով է դա իրատեսական ձեր պատկերացմամբ, որպես ոլորտի մասնագետ։ Որքանով է իրատեսական այդ գլոբալ կառուցապատումը։ Այնքան կառուցապատեն, որ այնքան արդեն պահանջարկը։ Որովհետև մենք ամեն դեպքում քայլեր են արվում դեպի միջազգային շուկաներ։ Եթե անգամ մենք Հայաստանում չունենանք գնորդներ եւ ինչքան էլ մենք անընդհատ խոսենք, որ այսօր կենսակերպը այլ է, երբ որ առաջ մարդիկ 10 հոգով մի բնակարանում էին ապրում, հիմա յուրաքանչյուրը ընտանիքում ձգտում է առանձնանալ եւ կարծեք թե հնարավորությունները կան եւ կարծեք թե մարդիկ գնում են դեպի եւ այս մեր գլոբալ կառուցապատման եւ պլյուսը եւ սպառողը նաեւ այն ընտանիքներն են, որոնք ուզում են բոլորով իրար հետ չապրել։ Խոսքը քույր, եղբայր, երեխաներն են ավելի շուտ առանձնանում։ Մի տեսակ այդ միտումը կա։ Ինչքան էլ դա լինի, ամեն դեպքում մենք այդ դրսից շուկան ընդլայնելու այդ ավելի շատ դատարկվելու են, չէ, հին շենքերը, այսինքն խորհրդային տարիների կառուցած շենքերը կամաց, այսինքն այն խտությունը, որ օրինակ առաջ ունեին շենքերը, այդ խտությունն է թուլանալու։ Շնորհակալություն, ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, ես նախ ուզում եմ հիշեցնել, թեպետ ժամանակ դեռ կա, մենք հնարավոր է դեռ կանադառնանք թեմային, բայց հիշեցնել, որ ապրիլի 21-ից 27-ը Հայաստանում անշարժ գույքի բիզնեսի բոլոր գաղտնիքներն են բացահայտվելու ակադեմիայի կողմից, որը հիմնվել է մեր հարգարժան հյուրի կողմից, Սաթենիկ Մկրտչյանի, եւ այդ մեկ շաբաթվա ընթացքում շատ կարևոր ելույթներ են լինելու մասնագետների եւ կոնկրետ պրակտիկ, պարապմունքներ,
որոնք որ երևի եթե հետաքրված եք այս ոլորտով բաց թողնել բոլոր դեպքերում պետք չէ։ Սա որպես մի մաս մեր զրույցի եւ շնորհակալություն որ եկաք։ Միգուցե ինչ-որ ժամանակ հետո, երբ որ զգանք, որ ինչ-որ բան շատ լուրջ փոխվում է, շտապ կզանգարենք ձեզ, կխնդրենք նորից գաք մեզ մոտ։ Ես մի հարց ունեի, եթե դուք ուսումնասիրել եք, կարծում եմ, որ համաշխարհային անշարժ շուկան, անշարժ գույքի շուկան, կա հայկական որևէ առանձնահատկություն, որը տարբերում է հայկական անշարժ գույքի շուկան եւ չկա նման օրինակը մեկ այլ երկրում։ Այո, կա եւ դա հայկական մարդկային եւ շատ անձերի վրա հիմնված մոտեցումն է։ Հայ մասնագետները եւ գույքով զբաղվողները, ինչքան էլ ես խոսեմ էթիկայի եւ այլնի մասին, միևնույն է ավելի շատ մտերիմ են եւ ավելի այսպես բառն ասեմ հարազատավարի են մոտենում։ Կա այդ մոտեցումը, մենք փոքր ազգ ենք եւ այդ ազգային հյուրընկալությունը, հյուրասիրությունը, չգիտեմ, լավ վերաբերմունքը իրար նկատմամբ, օգնելու ցանկությունը, իրար հետ ընկերանալու այդ գաղափարը ամեն դեպքում հայկական շուկայի առանձնահատկությունն է։ Այն ինչ որ օրինակ Սառը Լոնդոնում բացառվում է, ավելի գործնական են, հա, ավելի թվային է, ավելի, չգիտեմ, օրինակ մեր երկրում հնարավոր է, երբ գործակալի նկատմամբ վերաբերմունքի պատճառով գնեն տունը կամ չգնեն, իսկ այնտեղ զուտ հաշվարկներ են, ամբողջ աշխարհում են զուտ հաշվարկներ, մեր մոտ դա առանձնահատկություն է։ Եվ կլիման, գրավիչ է ինչ խոսք Հայաստանի կլիման։ Ես զուտ գործարքային process-ն էի ասում, բայց Հայաստանը իհարկե շատերին իդեպ արտերկրում հետաքրքրում է Հայաստանի գույքը եւս։ Հատկապես գլոբալ տաքացման պայմաններում շատ մարդիկ, որոնք ապրում են ափի մոտ, անհանգստացած են, որ ջրի մակարդակը բարձրանալու է, շատ այսօր ներկայիս բնակեցված տարածքներ ջրի տակ են անցնելու եւ այլն, մարդիկ ավելի լեռնային շրջաններում են անշարժ գույք փնտրում։ Դա փաստ է։ Դուք մեզ լավ մտքեր տվեցիք այսօր, շնորհակալություն։ Համեցեք, բացարձակ անվճար։ Շնորհակալություն, հարգելի ռադիոլսողներ, Սաթենիկ Մկրտչյանն էր մեր հյուրը Home Invest ընկերության հիմնադիր, կազմակերպության հիմնադիր, անշարժ գույքի ոլորտի մասնագետ, շնորհակալություն, որ եկաք, դե ինչքան հասցրեցինք, մի քիչ թեմաներ քննարկեցինք, սա անսպառ հետաքրքիր մեկը մյուսից բխող հարցեր առաջացնող թեմաներ են, եւ մենք դեռ կհանդիպենք, շնորհակալություն։